Մարշալ Բաղրամյան Հովհաննես Բաղրամյանը այն մարդկանցից է, ով պատերազմին մասնակցելով դարձավ հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը։ Նա եղել է Խորհրդային Միության մարշալ և կրկնակի պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի կոչումով։ Նա իր ծառայությամբ ոչ միայն մեծապես նպաստեց պատերազմում հաղթանակին, այլ նաև բարձրացրեց հայ ժողովրդի հեղինակությունը ամբողջ աշխարհում։ Բաղրամյանը միշտ հիշվում է որպես քաջ մարտիկ, ով օրինակ է դարձել շատերի համար։ 1897 թվականին Արցախում Գանձակ քաղաքից քիչ հեռու գտնվող հայկական Շահդախլու լեռնային գյուղում երկաթուղագործի չքավոր ընտանիքում է ծնվել։ Ուզում էր որպես երկաթուղային դառնալ։ Եկեղեցու ծխական դպրոցում և Գանձակի երկաթուղային ուսումնարանում գերազանց սովորելուց հետո ընտանիքի սուղ միջոցների հաշվին Թիֆլիսում ավարտում է տեխնիկական ուսումնարանը և 1915 թվականին նշանակվում Անդրկովկասի երկաթուղու 9-րդ ուղեկանում, այն ժամանակ Ելիզավետպոլ կոչվող Գանձակի կայարանում։ 15 թվականի գարնանը, ականատես լինելով Կարսից եկող գնացքներով վիրավոր զինվորներին և թուրքական ջարդերից փրկված հայ գաղթականներին, 17-ամյա պատանին կամավորագրվում է բանակում, չնայած ոչ զորակոչային տարիքին։ Նա ծառայության է անցնում Կովկասի ճակատի ռուսական էքսպեդիցիոն կորպուսում, որը մարտնչում էր օսմանյան ուժերի դեմ Պարսկաստանում։ Բաղրամյանը մասնակցում է իր առաջին մարտին պարսկական Համադան քաղաքի մոտ։ Աչքի ընկնելուց հետո ուղարկվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոց։ Կրթության պակասը լրացնելուց հետո և դպրոցն ավարտելով, նա հետագայում միանում է նորաստեղծ հայկական ազգային ստորաբաժանումներին և որպես դասակի հրամանատար կռվում է Կովկասյան ճակատում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո թուրքական զորքը խախտելով զինադադարի պայմանագիրն անցնում է հարձակման, գրավում Էրզրումը, մոտենում Սարիղամիշին։ Մեկ տարի շարունակվող մարտերի ընթացքում թուրքական բանակը հասնում է Կարս։ Առջևում Արարատյան դաշտն էր և Երևանը։ Բաղրամյանը մասնակցում է թե Սարիղամիշի, թե Կարսի համար պայքարին, նաև ամենագլխավոր Սարդարապատի ճակատամարտին։ Այդ էթիկական հաղթանակի շնորհիվ պահպանվում են այն տարածքները, որտեղ վերածնվում է հայկական պետությունը։ Գոյամարտի սկզբում Բաղրամյանը առաջին հատուկ հեծյալ գնդի և Պողոս Բեկ Փիրումյանի Ղարաբաղցիների գնդի միջև կապն ապահովող սպայի պարտականություններն է կատարում։ Հաճախ է լինում Ղարաբաղցիների գնդի հրամանատարական կետում, որտեղից դիտում է մարտը։ Հայկական հարվածների ներքո թուրքական ուժերն սկսում են նահանջել։ Թշնամիներին հետապնդողների թվում էր Հովհաննես Բաղրամյանն իր հեծյալ ջոկատով, կրնկակող հետևելով մինչև Թալին և զեկույցներ ուղարկելով թուրքերի տեղաշարժի մասին։ Ըստ ապագա մարշալի հուշերի, թուրքերի նահանջը կրում էին անկանոն և խուճապային բնույթ։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ինքն ինչպես կառուցել ու շենացնել գիտի, այնպես էլ ոսոխին հարվածել գիտի։ Մերոնց համերաշխ գրոհներին թշնամին չդիմացավ։ Փախավ, թողնելով մեծաքանակ դիակներ։ Ճակատամարտի մասին տասնամյակներ անց ասել է Բաղրամյանը։ 1920 թվականին հեծելազորի պորուչիկը Ալեքսանդրապոլում սիրահարվում է կյանքում առաջին և վերջին անգամ։ Ֆաբրիկատիրոջ դուստր Գեղեցիկ Թամարը նշանած ուներ և շուտով ամուսնանում է։ Այդ ընթացքում Բաղրամյանը միանում է խորհրդային զորքին, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո լուր է ստանում։ Թամարայի ամուսինը սպանվել է և այրին երեխայի է սպասում։ Անմիջապես վերադառնում է, և նրանք ամուսնանում են։ Նորածին տղային մեծացնում է սեփական որդու պես, հետո ծնվում է դուստրը։ Հովհաննեսը մինչև 1931 թվականը Ալեքսանդրապոլում տեղակայված հեծելազորային գնդի հրամանատարն էր, հետո ռազմական ուսումնառության տարիներն էին։ Ավարտում է հրամգազմի կատարելագործման դասընթացներ, բարձրագույն կուրսեր։ Այդ պահին Բաղրամյանը ԽՍՀՄ բանակի ամենաուսյալ սպան էր, սովորել է 9 կրթական հաստատությունում։ 1931 թվականին փոխադրվում է Կիևի ռազմական շրջան։ Ստալինյան բռնաճնշումները չեն շրջանցում Բաղրամյանին, սկզբում եղբորն են ձերբակալում և ժողովրդի թշնամի հայտարարում։ Նրան հաջողվում է պաշտպանել եղբորը, սակայն ինքն է կասկածի տակ ընկնում։ Թեև մեղադրանք չի առաջադրվում, սակայն ազատում են բոլոր պաշտոններից և հեռացնում բանակից։ Կրեմլի մոտ նստացույցից հետո կարողանում է շահել ժողկոմ Վորոշիլովի վստահությունը։ Գնդապետ Բաղրամյանը բանակային ծառայությունից բացի ուրիշ ոչինչ չէր պատկերացնում։
1943-ին Կուրսկի ճակատամարտի ժամանակ գեներալ Բաղրամյանի բանակը սեպի պես խրվում է գերմանական դիվիզիաների մեջ և պառակտում դրանք։ Սովետական զորքը 55 կիլոմետր առաջ խաղացում է գրանցում և ազատագրում է Օրիոլը։ Կուրսկի հաղթանակից հետո նշանակվում է առաջին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, ազատագրում Բելոռուսը և Մերձբալթիկան։ Պատերազմի վերջում արդեն տասնյակ հաղթական մարտեր վարած հրամանատարը 3 օրում գրավում է Քյոնիգսբերգը, որը Հիտլերը անառիկ բերդ էր համարում։ Հաղթանակի շքահանդեսից հետո Կրեմլյան ընդունելության ժամանակ Ստալինը նկատում է, որ ռազմաճակատի բոլոր հրամանատարները մարշալ են, իսկ Բաղրամյանը բանակի գեներալ։ «Մեր գործը կռվելն էր, ձերը գնահատելը, ընկեր Ստալին», արձագանքում է Բաղրամյանը։ Նրան այս համարձակությունն էլ է ներվում, չէ որ թե պատերազմի ժամանակ, թե հետո քիչ էին Բաղրամյանի պես հեռատես ինքնուրույն ձեռագիր ունեցող մարտավարները։ Սակայն Բերիայի խարդավանքների պատճառով Բաղրամյանը մարշալի կոչումը ստանում է 1955-ին, Ստալինի ու Բերիայի վախճանից հետո։ Արդեն մարշալի կոչումով Բաղրամյանը ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարն էր և թիկունքի հրամանատարը։ 1962-ին աշխարհը ատոմային պատերազմի շեմին էր։ Ամերիկացիները ռազմաբազա են տեղակայում Թուրքիայի տարածքում ընդդեմ ԽՍՀՄ-ի։ Խորհրդային Միությունը կարողանում է համարժեք զինուժ և ատոմային մարտագլխիկներ հասցնել Միացյալ Նահանգների սահման՝ Կուբա։ Զորքի և զենքի ռազմանավերի տեղափոխման ուղղությունը ղեկավարում է մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Ասում են նախագահ Քենեդին ուղղակի ցնցված էր։ Ամերիկացիները նկատում են խորհրդային ուժերի տեղաշարժը միայն այն ժամանակ, երբ իրենց քթի տակ հայտնվում են Ամերիկայի ուղղված հրթիռները։ Կարինյան ճգնաժամը լցվում է խաղաղությամբ։ Բաղրամյանը թեթևացած շունչ է քաշում։ Լավ գիտեր պատերազմի սարսափելի գինը։ Վերջապես ընտանիքի հետ շփվելու և ճանապարհորդելու ժամանակ ուներ։ Հայաստան, հայրենի Արցախ և Չարդախլու ամենայցը տոն էր դառնում։ Չարդախլուն դեռևս աշխարհի միակ գյուղն է, որտեղ այդքան մարշալներ, գեներալներ և հերոսներ են ծնվել։ Ականավոր հրամանատարը պաշտելի անձ էր Հայաստանում։ Հայրենական պատերազմի ժամանակ հայերն իրենց հոգեպահուս դրամով ռազմաճակատի համար էսկադրիլ էին զինում և անվանում Բաղրամյան։ Մեր երկրում նրա անունով բնակավայրեր են կոչվել։ Երևանում Պողոտա և մետրոյի կայարաններից մեկը։ Արձաններ են տեղադրվել խորհրդային այն երկրներում և քաղաքներում, որոնք ազատագրել է հայ հերոսը։ Բաղրամյանն ասում էր. «Մենք, հայերս, հերոսական ժողովուրդ ենք, կարող ենք մեր երկիրը ոսողներից պաշտպանել, հարկ եղած դեպքում հերոսաբար կռվել։ Ուստի ամեն մի հայ երիտասարդ պետք է անցնի զինվորական բովով, սովորի զինվորական արվեստը, պատրաստ լինի իր ժողովրդի պատիվը պաշտպանել»։ Весной 1918 года русская армия старая, полумиллионная, демобилизовалась и ушла с Кавказского фронта. И против турок остались небольшие армянские и грузинские части на фронте. Спешно стали формироваться новые части в Армении и в Грузии для того, чтобы в случае, если турки перейдут в наступление, отстоять в Закавказье от вторжения турецких войск. Как только турки узнали, что старая русская армия ушла с фронта, через некоторое время они, нарушив договор о прекращении боевых действий, перешли в вероломное наступление и, поскольку не встречали большого сопротивления, ибо наших войск было там мало, заняли Эрзерум, подошли к Саракамышу.